Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխանական աղբյուրների փոխանցմամբ ԵԿՄ նախագահ ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից մայիսի 9-ի եռաբլուրում արած հայտարարության համար։ Իսկ հիմա մեզ համար ճակատագրական պահ չի, Արցախը կորցրել ենք, Հայաստանն ենք մաց-մաց կորցնում։ Ես ուրեմն ելել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից, ինչև այսօր էլ ես իմ գործն եմ անում։ Արցախը ով է կորցրել, գնա իրան ասա։ Լսա, մոտ եմ ես այդ տականքներից չեմ ուզում, զզվում եմ իրանցից։ ՔՊ-ում Սասուն Միքայելյանից պարզաբանում են պահանջել, ում նկատի ուներ։ Ինչպես եւ սպասվում էր, Միքայելյանը խոսակցությունը նախկիների դաշտ է տարել, սակայն ասում են, խիստ նեղվել է։ Իդեպ, վարչության վերջին նիստին նա ներկա չի եղել։ Հրապարակ օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ում խոշորացույցով հետևում է մեկը մյուսին, իրար դեմ գործ տալից, ոչ կա գլորում, հույս ունենալով, որ մյուսներին փչացնելով իրենց տեղը կլայնացնեն։